Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, ներեցեք որ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին եթերում չենք հանդիպել։ Ես բավականին զբաղված էի ու գիշերը շատ ուշ էի գալիս տուն։ Զբաղված էի լավ բաներով, ընկերս էր եկել արտերկրից եւ ոչ միայն երեկոյան ժամերին փորձում էինք հանգստանալ։ Շնորհակալություն մեր բաժանորդագրվելու եւ եթերը կիսելու համար։ Մենք այստեղ զբաղվում ենք տարբեր թեմաներին անդրադարձ կատարելով, որը հասկանում ենք, որը չէ, ուսումները դնում ենք հասկացողների դիտարկման վրա եւ իհարկե սիրով լուսաբանում։ Նախ թույլ տվեք մի քանի ճիշտ ասած դիտարկումներ եմ առանձնացրել, մի փոքր հնարավոր է առաջին հայացքից իրար հետ կապ չունենան, բայց դրանք շատ կարևոր են հատկապես հենց նրա համար, որ մեր լրատվական տիրույթում, եթե կարելի է դա լրատվական տիրույթ համարել, հարգանքներս, ողջույններս բոլորին։ Եթե իհարկե կարելի է դա լրատվական տիրույթ համարել, այս մեր լրատվական տիրույթը ողողում է ամեն անկապ բան ու հանրությանը չի սպասարկում դրա տրամաբանությունը, լավ ու վատ կողմերը, չի սպասարկում իր հետևությունները, չի սպասարկում իր արած քննությունը, հարցումները եւ այլն եւ այլն։ Ինչ ուզում խոսում են, ուստի կարիք առաջանում ժամանակ առ ժամանակ իսկապես անդրադառնալու այդ ամեն ինչին։ Ուրեմն պարգևավճարների մասին տեսանկյունը բոլորիդ բարձ է, խոսել ենք, ես իհարկե չեմ անդրադառնա դրան, բայց այնուամենայնիվ թոշակների հետ կապված շատ են սիրում շահարկել, հանկարծ հենց որ մի հատ գումար էս կողմեն կողմա լինում, վեր են թռչում թոշակառուների թոշակը, բայց մինչև այսօր որևիցե մեկս չենք տեսել ապօրինի գույքով անցնող մի սրիկայի, հենց այդ նույն թոշակառուների մասին ճակերտավոր մտածող, ով որ դուրս կգա, ասի գիտեք ինչ, եկեք էլ այսքան քննություն չանենք, լավ, բռնվել եմ, ժամանակ չձգենք, ինչքան 50 միլիոն եմ գողացել, այս 50 միլիոնը ես գնացի, համել մարդ ես էլի, կարող է թոշակառուներին ուզեք բաժանեք, կբաժանեք, որևիցե մեկին չենք տեսել այդպես վարվելուց, բայց հենց այդ նույն մարդիկ իրենց իսկ կողմից վճարվող լրատվից այդ վճարումները ասենք այնքան էլ գաղտնիք չեն ու ես ինչ լուսաբանման կարիք կա, հայտագործություններ են դրանք լինելու, եթե ասենք որ ումնա։ Չէ, վճարում են, պահում են, ամեն մեկը պահում է իր լրատվական, ու վճարում է բնականաբար, որ այդ թեման շատ շահարկվի։ Իբր թոշակառուների մասին են մտածում, որ խանութ մտանք ՀԴՄ ՉՏՊ-ով բարձրվեց մեծ մասը իրանց հետ կապ ունեն, կամ առնվազն մտածողության առումով կապ ունեն, գիտեք ինչ, սա առաջին։ Ասենք, նայեք, եթե ընդունված է եղել մեր երկրում ՀԴՄ կտրոն ՉՏՊ-ը ու դաստիարակությունը այդպեսին չի գնացել, թե պետությունն ինչ է բյուջեն, ինչպես է ձևավորվում, ինչպես է բաժանվում, իսկ չի գնացել, որպեսզի թալանը լավ իրականացվի։ Բնականաբար այդ դաստիարակության հետևանքները իրեն երկար ժամանակ ցույց է տալու։ Եթե մեր երկրում նորմալ եղել պետությունից գողանալը, համակարգային կոռուպցիան է եղել առաջին պլանում, ինչի մասին է խոսքը։ Այսօրվա դրությամբ բողոքում են, ասում են, տեսեք, այստեղ կա մի խնդիր նաև մենք երբեմն իսկապես մեկը ես քննադատում եմ իշխանություններին տեմպը թուլացած պահելու համար, չեն ամրացնում, էլի չեն արագացնում տեմպերը, առաջին այսից ամեն ինչ բացահայտ է, ինչու այդպես չանել, բայց իսկապես երբեմն այստեղ քաղաքական որոշում կայացնելը հանդիպում է լուրջ դժվարությունների։ Ասեմ, ամենահասարակ օրինակի վրա բերեմ, որ բարձ լինի, հա։ Օրինակ, բնական է, որ ցանկացած քաղաքական թիմ ձգտում է լինել իշխանություն կամ ներգրաված լինել ազգային ժողովի աշխատանքներին։ Քաղաքական թիմի, քաղաքականությամբ զբաղվողների նպատակը դա է, ու դա նորմալ է։ Ցանկացած մեկը ուզում է քաղաքականությամբ զբաղվի, պիտի ընդգրկվի որևիցե կուսակցություն, որը իր գաղափարներին ավելի մոտիկ է, եւ բնականաբար պիտի անի ծրագրեր, իրականացնի ծրագրեր, որոնք որ հանրությանը հիմնականում դուր կգան, որպեսզի շահի նրանց հարգանքը սերը, հա, իր հանդեպ։ Ու ես մի կողմից էլ չեմ հասկանում, թե ինչի են օրինակ ընդդիմադիրները իրենց ճողում, ասում, որ օրինակ հունվարի 27-ը, որ ուզում եք բոլոր ժամանակներում բացան հայրենիան ծոված մեր նախնիների եւ ընդհանուր մինչեւ վերջերս մեր տղաների հիշատակի օր սահմանել հունվարի 27-ը, դրանով դուք փորձում եք քաղաքական դիվիդենդ շահել, գիտեք, սա ապուշ մանիպուլյացիա է, որովհետեւ կներեք դուք նախաձեռնեք, դուք շահեք։ Բնական է, որ ընտրում ենք քաղաքական ուժերի, որպեսզի սրանք մեզ համար հարմար բան անեն, դիվիդենդ շահեն։ Եթե իհարկե դա չեն անում մանիպուլատիվ ճանապարհներով կամ չեն անում ունենալով նաև այլ նպատակներ երկիրը թալանելու կամ Այս իմաստով, երբ որ քաղաքական թիմը ցանկանում է մի մեծ փոփոխություն իրականացնել, ինքը մտնում է ռիսկի տակ։ Ամենահասարակ օրինակը այս ապօրինի կառույցները, որ քանդում են շենքերի բակերում, հա, ասենք ավտոտնակ, չգիտեմ, մեկը զավթել է, մի հատ տարածքից ռեշոտկը քաշել է, որոշում է կայացված, որ պիտի քանդելով գնանք, չէ՞, բայց սա
անգամ այս բանը, որ առաջին հայացքից ամբողջ այդ շենքի բնակիչների կամ այդ բակի բնակիչների սրտով պիտի լիներ, անգամ դա լուրջ քաղաքական որոշում է պահանջում, որովհետև ազդեցության գոտիներ կան։ Դա է։ Եթե գալիս են, քանդում են, օրինակ ամեն մեկս մեր վրա վերցնենք։ Ենթադրենք, ես չունեմ ավտոտնակ вообще-то, բայց ենթադրենք ունեմ ավտոտնակ, ես էլ այդպես քաղաքական, չգիտեմ ինչերի մեջ չկամ, ու մեկ էլ գալիս են իմ 30 տարի օգտագործած ավտոտնակը քանդում են։ Քանդում են, բնական է, ես էլ դուրս եմ գալիս, ասում եմ, ես չես իշխանությունները արա, եկան քանդին, հազիվ սարքել է, բա։ Ու եթե ես մի քիչ ազդեցիկ մարդ եմ, ես կարողանում եմ իմ հարևաններին, Բաքում ապրող մարդկանց տենց այդ նեգատիվը անընդհատ հաղորդել։ Եթե մի փոքր ակտիվ եմ սոցցանցերում, ես անպայման ընկնելու եմ վրաները կեղ գտնեմ, անընդհատ ասեմ, թե իրանք ինչ վատն են։ Բայց իրականում այդ խնդիրը առաջացած է լինելու, որովհետև իմ ավտոտնակն են քանդել։ Ու այսպես հազարավոր դեպքեր։ Այսինքն, անգամ այն, ինչը որ կարծես առաջին հայացքից հանրօգուտ լայն, առայժմ լայն շրջանակների շահերից է բխում ու դու իրականացնում ես այդ աշխատանքը, միևնույնն է, դու տրորում ես որոշակի անձանց ոտք, ովքեր ունեն որոշակի հեղինակություն։ Եվ դրա համար նման որոշումներ ընդունելու համար նույնպես անհրաժեշտ է լինում մեծ կամք քաղաքական։ Նույնը համատիրությունների մասով։ Խոսակցություններ կային, որ համատիրությունները կարելի է փակել, վերացնել առհասարակ ու այդ գործառույթները հանձնարարել վարչական շրջաններին, որովհետև վարչական շրջանների ղեկավարները երբեմն շատ ավելի քիչ լծակներ ունեն ու շատ ավելի քիչ գործառույթներ որոշ դեպքերում են թիրախային ուղիղ քաղաքացիներին վերաբերող, քան համատիրության ղեկավարները։ Բայց սրա համար նույնպես պետք է այդ կամքը, հասկանում եք քաղաքական, որովհետև այստեղ մի քանի մարդիկ ոտ են տրորելու։ Իսկ հասարակությունը այնքան էլ տեղեկացված չի, թե ինչն ինչոց է, ու շատ հեշտ է լինում նրանց մանիպուլացնել։ Հիմա գանք վերադառնանք թոշակներին, հա։ Վագն Ալեքսանյանը մի հատ այսպիսի հրապարակում անում, եկեք լսենք։ Գիտեք ինչքան էր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականը։ Ծիծաղեք 16,000 Հայաստանի Հանրապետության դրամ։ 16,000 դրամ թոշակառուին տալիս էին, ասում են գնա, եթե կարաս գոյատևես, եթե կարաս ապրես, ապրի։ Ու այդ թոշակառուն, եթե մի բան էլ հանկարծ աստվածչան ինչ որ առողջական խնդիրներ ունենում, դա ավտոմատ նշանակում է ուղղակի սնանկացում, կամ տունն էին ծախում, որ մի հատ վիրահատություն անեին, կամ վարկերի տակ էին ընկնում, կամ էլ չգիտեմ, էլ ծակույքն էին սկսում վաճառել։ Մենք նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 16,000-ից, դարձրել ենք 36 պլյուս 20%, այսինքն մոտավորապես 43,000 դրամ։ Բայց դա դեռ ամենը չի, այս սիրելի թոշակառուների համար մենք ներդրել ենք առողջապահության ամբողջական անվճար ապահովագրություն։ Իհարկե, այս ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում, բայց շատ բան է ծածկում։ Ուղղակի այստեղ հիմա այս տեսանյութով չգիտեմ ինչքան կերևա, ինչքան չի երևա, բայց դուք հիմա տեսնում եք այն բոլոր հիվանդությունների, այն բոլոր բուժումների ցանկը, որոնք որ ծածկում է ապահովագրությունը։ Այսինքն հերիք չի, թոշակը բարձրացրել ենք 16,000-ից դարձնելով 43,000, մի հատ էլ դրա մեջ ներառել ենք ամենաթանկ բանը՝ առողջապահություն։ Այսպես են սիրում թոշակառուները։ Ու վստահ եմ, այն մարդիկ, այն ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա ուզում են հետ գան իշխանության ու քննադատում են թոշակներից են սկսել խոսել։ Հետ գալու հենց երկրորդ օրը թոշակները հետ են դարձնել 16,000 դրամ։ Գիտեք ինչի։ Որտեւ այդ 16,000 դրամ թոշակ տալն է իրանց հնարավորություն տվել, որ իրանք 16 միլիոնանոց ասակնյակներ գցեն Երևանի ամենայուղոտ կտորներում։ Այդ 16,000 դրամ թոշակ տալն է իրանց հնարավորություն տվել, որ իրանց զավակները Երևանի փողոցներում ճռիկներ անեն ամենաթանկ մեքենաներով։ Այո, մենք հասկանում ենք, որ թեկուզ 43,000 դրամ նվազագույն կենսաթոշակը դա իդեալականը չի, դա մեր երազանքների կենսաթոշակը չի, որը որ մենք ուզում ենք տալ մեր քաղաքացիներին, բայց 27,000, եթե չեմ սխալվում, մոտավորապես դրամով թոշակի բարձրացումը դա բավականին լուրջ քայլ է, որովհետև եթե դուք նայեք օրինակ դրան նախորդած մինչև 18-6 տարում, գիտեք ինչքան է բարձրացել թոշակը, ասենք 12-ից 18 թվականներին նվազագույն կենսաթոշակը բարձրացել է ընդամենը 3,000 դրամով 6 տարում, 3,000, այսինքն եղել է 13,000, դառել է 16,000, որտեղ դա է ինքինը, որը որ վճարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, վճարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ իրենց էլիտաները ծոփուշուայ կյանք վայելեն։ Իսկ մենք սիրելի թոշակառուներ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր կյանքը ավելի բարեկեցիկ լինի, ձեր ծերությունը դուք արժանապատիվ ապրեք եւ հանկարծ ոչ մի պարագայում ձեզ միայնակ ու ձեզ լքված չզգաք։ Ես դրան եմ միտված նաև ամենակարևորը այս առողջապահության ապահովագրությունը, որը ձեզ հնարավորություն է տալի մի շարք ամբուլատոր բուժումներ, մի շարք տեղորայքային բուժումներ, մի շարք վիրահատական բուժումներ ուղղակի ստանալ անվճար պետության կողմից, որովհետև թոշակառուների մասին այսպես են հոգտանում եւ ոչ թե 16 կամ 13,000 դրամ տալով ասել գնա եթե կարաս ապրի։ Խնդրում եմ Շնորհակալություն Վահագն Ալեքսանյանին այս համառոտ եթերի համար։ Ես
Առաջընկնելով ասեմ, որ մի երիտասարդ կա, ով էս եթերը փորձել էր մանիպուլացնել քաղաքացիների համար ու հեսա դա նույնպես ցույց կտամ, դրանով ցույց տալու համար, թե ինչ է նշանակում անառողջ քննադատություն եւ մանիպուլյացիա։ Իմիջիայլոց այդ երիտասարդին շատ կարծես առաջ բռնում են։ Բայց դա թողնենք առայժմ ու ասենք օրինակ ինչ կա մանիպուլյացիա անելու ընդդիմադիրներին եմ սա դիմում, եթե օրինակ, եթե ես լինեի ընդդիմադիր, ես այս նյութի վրա մի քանի բան կասեի։ Ընդդիմադիր բան խոսալու տեղ այս նյութը ունի, ամենայն հարգանքով Վահագն Ալեքսանյանի նկատմամբ։ Եվ նրա խոսքի մեջ իհարկե կա որոշակի ճշմարտություն, բայց կան բաներ, որոնք որ կարելի է այլ կերպ մեկնաբանել, որ ասենք օրինակ ճշմարտությունն է եւ փաստ, որ այո 6 տարվա մեջ 12-ից 18 թվականներին տարեկան 500 դրամով է բարձրացել թոշակը։ Այսինքն ընդամենը 3000 դրամ ընդհանուր առմամբ։ 18-ից 25 թվականը ավելացել է ոչ թե հարգելի Վահագն Ալեքսանյան 27000-ով, այլ 20000-ով։ Այդ քեշբեքը եկեք հեսա դրանից խոսենք, հա, որովհետեւ ըստ էության այդ քեշբեքը չի վերաբերում բոլորին եւ բոլոր դեպքերում չի որ կիրառվում է, այսինքն ասել որ 27000-ով եք ավելացրել, այստեղ ես համաձայն չեմ։ Ավելացրել է 20000-ով, նորմալ է, կամ նորմալ չի, ինչ չի, ամեն դեպքում չենք կարող դա հերքենք, այո, ավելացել է, ընդ որում Հայաստանի համար ծառագույն իրավիճակներով պարտված պատերազմ, հավելյալ արագ տեմպերով ծախսեր ռազմական ուղղությամբ արցախցիների էթնիկ զտում հակառակորդի կողմից եւ ամենատարբեր ծրագրեր նրանց համար։ Մի խոսքով, այս ծանրագույն պայմաններում ես հասկանում եմ, որ լավ 20000 եք կարողացել 20000 եք բարձրացրել, բայց խնդրում եմ մի ասեք 27000, որովհետեւ քեշբեքի ծրագիրը իսկապես լավ ծրագիր է, ինչը հավելյալ աջակցություն է եւ գուցե կարելի է նաեւ թոշակառուների անունից ես շնորհակալություն հայտնեմ, բայց այնուամենայնիվ դա չի վերաբերվում բոլորին, որովհետեւ թոշակառուների քանի տոկոսն է, ես հասկանում եմ 9 միլիարդ, քանի 100 միլիոն վարչապետը ասեց կառավարության նիստին, որ այդքան հետ է գնացել ընդհանուր թիվը, բայց թոշակառուների քանի տոկոսն է, որ կարողանում է օգտվել այդ հետվճարից, որովհետեւ շատ դեպքերում, օրինակ, բանջարեղեն է վաճառվում, ասենք, վաճառում են կանաչի, արժի օրինակ 500 դրամ, ու դա հարմար է գինը, որովհետև սուպերմարկետում ունեք 700 դրամ։ Այս թոշակառու մարդը, ով ուզում է գնել 500-ով, այստեղ իրեն ՀԴՄ չեն տրամադրում, որովհետև վերահսկողություն չկա կամ թույլ է։ Մյուս կողմից, եթե վերահսկողությունը ուժեղանա, այս մարդը իր կանաչին դարձնել է 700 դրամ, որովհետև պիտի հարկմուծի, հասկանում եք։ Այսինքն, եւ այս մարդը ստիպված է լինում գումարը հանել եւ քեշ փողով առևտուր անել։ Սա մեկ դեպք։ Երկրորդ, կոմունալ ծախսերը, տան վարձերը, մյուս այսպիսի բաները չեն մտնում դրան մեջ։ Ինչի համար։ Ասենք կոմունալը ինչի համար չի մտնում։ Լավ, տան վարձը ասենք մասնավորի հետ տան վարձի գնով պայմանավորվել է, չգիտեմ, մեն էլ չի ուզում ցույց տա դրա տեղը մի քիչ էժանացում, սա դրնենք մի կողմ։ Իսկ կոմունալ ծախսերը թոշակով է չեմ ուծում։ Ասեմ ավելին, հատկապես զմերվա ամիսներին մեծ գումարը հենց այդտեղ է գնում։ Էլի այս թոշակառուն մնում է կողքից իր զավակների կամ բարի մարդկանց ոնց որ ասած աջակցության հույսին։ Ես հասկանում եմ դարձյալ, որ Հայաստանի Հանրապետությունը այս դրությամբ դեռևս հնարավոր է, որ չունի միջոցներ ավելի բարձրացնելու եւ հավատում եմ, որ հնարավորություն ունենայիք կբարձրացնեիք ավելի, սա չի քննարկվում։ Քննարկվում է այն հանգամանքը, որ այո, ոչ թե 27000-ով եք բարձրացրել, այլ 20000-ով։ Դա մաքուր թոշակը։ 7000-ը սոցիալնախարարությունը չի հատկացնում, էլի, ասենք, դա ուրիշ ձև է գալիս, այդ քեշբեքը։ Տարբեր մարդիկ տարբեր կերպով են ընդ որում կառավարում ստանալ ու կան նաև խնդիրներ առաջին կարգի հաշմանդամների շրջանակներում կան խնդիրներ կարելի է այս թեմաներով իհարկե նաև քննարկումներ անցկացնել եթե այդեմ չի սա այս մասով հա բայց հա այնտեղ ուրիշ հարցեր էլ կար հա առողջապահությունը անկեղծ հանուն անկեղծության պիտի ասեմ շնորհակալություն կառավարությանը հիանալի ծրագիր է ես ինչքան որ խոսել եմ իմ ծանոթ բժիշկների հետ ովքեր որ ուղիղ սպասարկողներն են եւ հարցնում եմ ոնց է ինչա նորմալ գնում է իհարկե ահագին ծանրաբեռնվածություն կա որովհետեւ սկզբի շրջանն է ու իրենք էլ շատ բաներ տեղում ժամը 1-2 ժամը 1 ինչ որ ժողով են անում ընտելանալու համար համակարգին էս պարագայում ոնց են պարագայում ոնց եւ այլն այս ամեն ինչով ինչի արդյունքում որոշակի հերթեր են գոյանում կլինիկաներում ինչը շատ վառ է քաղաքացիները դժգոհում են այդ պարագայում սիրելի քաղաքացիներ սիրելի
թոշակառուներ, տարեցներ, հաշմանդամներ, խնդրում ենք դուք էլ ըմբռնումով մոտեցեք, որովհետև այդ մարդիկ նոր են, իրենք էլ են նոր այդ մեխանիզմը կամ բոլորը հասցնելու սպասարկել եւ այդ ամեն ինչը կսկսի կարգավորվել, համակարգվել, որովհետև հիմա գերց ծանրաբեռնված են աշխատում, բայց որքան որ հարցրել եմ իմ ծանոթ բժիշկներին, նրանք երջանիկ դեմքերով ասում են գնա դու չես պատկերացնում այս ինչ ծրագիր է, ինչքան անհրաժեշտ է, ինչքան լավն է սա։ Այնպես որ այս մասով խնդիր չկա, բայց դա բերել տեղավորել թոշակի այդ բանի մեջ առողջապահության ոլորտի այս բանը ձեռնարկը բերել տեղավորել ուրիշ բանի մեջ ու անունը դնել որ հա թոշակը չենք բարձրացնում, բայց տեսեք էսի անվճար ենք դարձրել, դες չի կարելի։ Դա սխալ է իմ կարծիքով, որովհետև ամեն դեպքում հենց այդ ընդ որում դա շատ կոպիտ սխալ է, արհամարանք է ստացվում բաների հանդեպ, աշխատող մարդկանց հանդեպ, ովքեր որ աշխատում են, մուծում են առողջապահական ապահովագրությունը եւ ըստ էության այդ ապահովագրության գումարներից է, որ գոյանում է այնպեսի մի պատոհան, որտեղ որ հնարավոր է թոշակառուների անվճար անել, այդ ցանկը կա եւ այլն։ Սա մի բերեք կապեք մաքուր չոր թոշակի հետ, որովհետեւ այդ թոշակը ուրիշ բան։ Մի խոսքով, ամեն դեպքում ընդհանուր արդյունավետությունը այս իմաստով բարձր գնահատելի է, հարցը դա չի։ Այսինքն, տեսեք, ես ինչի համար սրան անդրադարձա, որովհետեւ ըստ էության, եթե մարդը լինի ընդդիմադիր ու կապ ունենա հասարակության հետ ու իր նպատակները լինեն անշահախնդիր այս իմաստով, քննադատելու տեղեր կա, խոսելու տեղեր կա։ Ըստ էության, չէ, առողջ քննադատություն, որը կարաբերի լեքսիկոնի ներկայացման, խոսք ու զրույցի, հետագա ասելիքը ձևակերպելու փոփոխությունների առնվազն։ Բայց եկեք տեսնենք ոնց են անում։ Մի երիտասարդ կա, որին ես մի ժամանակ ուզում էի անդրադառնալ, չանդրադարձ ասի լավ դե մի ջահել տղա է, ես ինքս շատ սիրում եմ, որ երիտասարդները ունենում են ամբիցիաներ, ինչ որ անգամ ոչինչ, որ մի բանը սխալվեն, մի բանը թերի անեն, կարևորը որ ունենում են ամբիցիաներ, քայլեր են ձեռնարկում, որ ոլորտում ուզում է լինի, բայց երբ որ դա արվում է հատուկ մանիպուլատիվ նպատակներով, սա ես չեմ կարող ընդունել եւ 1, 2, 3 անգամ աչք փակելուց հետո գոնե այս անգամ պետք է համառոտ անդրադառնալ։ Հուսամ դա ինչ որ բան կփոխի։ Հիմա լսենք նույն Վահագն Ալեքսանյանին, ոնց է մեկնաբանում երիտասարդը, ով մեծ հաշվով հանդիսանում է, ոնց հասկացա նաև հասարակական կազմակերպության ղեկավար։ Եթե ես չեմ սխալվում։ Տոկոս այսքան մոտավորապես 43,000 նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 16,000-ից, դարձրել ենք 36 պլյուս 20%, այսինքն մոտավորապես 43,000 դրամ։ Եկեք տեսնենք, թե որքան է աճել կենսաթոշակներն իրականում, այլ ոչ թե ըստ քարոզչության։ Ուրեմն դրա համար մենք կգնանք Արստատ կայք, որը վիճակագրական կոմիտեի կայքն է, պաշտոնական է, տեսնենք, որ 2018 թվականին կենսաթոշակի միջին չափը ընդհանուր ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն կազմել 40478 դրամ, որից հետո 24 թվին դարձել է 49567 դրամ, գրեթե 9000 դրամով աճել է։ Բայց եկեք այս տվյալը մի հատ տեղադրենք գնաճի հաշվիչում, տեսնենք 18 թվականի այդ գումարը ինչքան արժի 24-ի վերջին, այս տվյալը ուրեմն տեղադրել եմ նույն գումարը 18-ի ու ստացվել է 49696 դրամ։ Բրավո պարոնայ, 129 դրամով իրականում աճել է կենսաթոշակները միջինում, 120 դրամ ինչ է տալիս փոշակառուները որտեղ հասկացա, չէ՞ ինչ ասում հիմա այս մարդն, այս երիտասարդը փորձում է դարձյալ քննադատել, բայց ասեմ, դուք երևի ուշադիր չեղաք։ Սկզբում ասում է, որ Վահագն Ալեքսանյանը այսպեսի բան ասում, եկեք միասին ստուգենք, եւ իբր ստուգում է ու պարզվում է, որ եղել է միջինը 40000 դրամ մոտավորապես։ Հարգելիս, Վահագն Ալեքսանյանը չի խոսում, թե հիմա միջինը թոշակի ինչքան է։ Վահագն Ալեքսանյանը խոսում է, թե որքան է նվազագույնը։ Նվազագույնը եղել է 16000, հիմա մաքուր 36000 է, նվազագույնը, ոչ թե միջինը։ Դու վերցնում ես Վահագն Ալեքսանյանի ասածը, նվազագույնը, տեղադրում ես այդ թվականների, նշված թվականների միջինի հետ, ու ասես միջինը այն ժամանակ այսքան են ստացել։ Ոչ, դու ո՞նց ես կարծում, այդ թոշակառուները արդեն մեզ հետ չեն, մենք ասենք այդ մարդիկ չգիտեն ինչքան են ստացել։ Մի փորձի մանիպուլատիվ երիտասարդ ես, արի ես որպես կուզես ընդունի, կուզես չէ, ես բնականաբար կոպիտ չեմ խոսալու, որովհետև տարիքը հարգելով, տարիքային տարբերություն հարգելով։ Ամեն դեպքում, եթե դու որոշել ես հասարակական կամ քաղաքական գործունեություն ծավալել, ես կարծում եմ, որ պետք է մաքսիմում փորձել ազնիվ լինել։ Այո, դու քո խոսքում, ինչպես եւ ես, ինչպես եւ ցանկացածը կարող ենք նաեւ սխալվել, ոչ միտումնավոր։
Մեր մեկնաբանություններում, մեր պատկերացումներում կամ լինենք հակառակ պատկերացումների, սա նորմալ է, բայց չի կարելի ստել։ Եթե դու չափազանց երիտասարդ տարիքում սկսել ես ստելով հաստատվել, հավատա դա շատ մեծ վնաս է տալու քեզ, ինչի համար ես կցավեմ, իսկապես կցավեմ, որովհետև ես սիրում եմ, երբ որ երիտասարդները հաջողում են իրենց կյանքում։ Լավ կանես, նման բաներ չանես։ Ես օրինակ քեզ ցույց տվեցի, թե դու որտեղ կարող ես նաև քննադատել հենց նույն Վահագն Ալեքսանյանին, բայց ոչ, դու վերցնում ես, խափում ես մարդկանց, հասկանաս, լինելով հասարակական գործիչ չի կարելի ու առհասարակ այս դեգրադացիան հենց նրա մասին է, այսօր մեր հանրության մեջ դեգրադացված պատկերացումները իրենց ով լինելու եւ ինչ երազանքներ ունենալու մեջ հենց նրա մասին է, որ ով երբ ինչ ուզել խոսել է ու որևիցե մեկը իր խոսքերի հրապարակային խոսքերի համար չի ցանկացել պատասխանատվություն կրի, որևիցե մեկը այսքան ժամանակ չի կանգնել ասել այս ինչ բանի համար կներեք։ Շատ հազվադեպ դեպքերում շատ հազվադեպ բաների համար չի կարելի, այդպես մի առավեր Այդպես մի արա, հասարակական գործ, ես էլ եմ հասարակական գործիչ, միայն չէ, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ պահի կարող է հանդիպենք ինչ-որ մի քննարկման շրջանակներում, եթե մենք չունենանք փոխվստահություն, առնվազն իրար սկզբունքայնության եւ առնվազն քաղաքացիների հանդեպ անկեղծության շրջանակներում, մենք ինչպես պիտի քննարկենք այս կամ այն թեման ու ներկայացնենք հանրությանը եւ փորձենք որպեսզի նրան օգտակար լինենք։ Ստերով հանրությանը ոչ ոք օգտակար չի եղել։ Ճիշտ հակառակ, ստերն են կերել մեր կյանքը։ Ստերն են, որ բերել հասցրել են նրան, որ մինչև հիմա մենք չգիտենք առհասարակ առնվազն մեր թշնամուն, ես ձեզ կարող եմ վստահ ասել, որ ոնց որ թե այդքան էլ չենք ճանաչում։ 4 տարում թոշակները ավելացրել են ընդամենը 3000-ով, սա նախկինների բարեգործությունը, իսկ 7 տարում 20000-ով, այժմյան քեշբեքը չհաշվեց։ Այո, քեշբեքը ես չեմ ցանկանում հաշվել թոշակի ավելացում, որովհետև դա բան է, ինքը լողացող գումար է, ամեն մարդ ինքն է տնօրինում իր գումարը։ Եվ այնպես չի, որ պետությունը ավելացրել է այդքանով։ Շատ ճիշտ եք բանանում Պետրոս Գալստյան ջան։ Անչափ շնորհակալ եմ իմիջայլոց ձեր ակտիվության համար նաև հաղորդման շրջանակներում։ Գնել ջան, մանիպուլյացիան այդ երիտասարդի համար անվճար չի։ Տեսեք, արդեն ամեն մեկս ինչ ուզենք կարող ենք մտածենք։ Ասեմ, որ այո, այս երիտասարդը շատ աչքի ընկել է տարբեր բաներով արդեն, բայց ոչինչ, երևի դա իրեն ավելի է դուր գալիս։ Ամեն դեպքում ես կուզեմ, որ երիտասարդները հաջող են։ Եվ անկախ ամեն ինչից, անկախ նրանից իմ կարծիքներին հակառակ կլինեն, թե հակառակ չեն լինի, այնուամենայնիվ ես աջակցում եմ նման, բայց կխնդրեմ որպեսզի բան։ Հիմա երբ որ ես ասում եմ մենք թշնամուն այնքան էլ լավ չենք ճանաչում, ես օդից չէի ասում։ Ուրեմն սեսմա տեսանյութ է տարածվում, իմ ընկերներից են տարածվում, Facebook-յան ընկերներից օրինակ Վահան Մելիքյան տեղադրել էր, ես ֆայլ եմ որպեսզի սրան անպայման անդրադառնամ, եկեք հիմա ցուցադրեմ։ Տեսեք, որքան չենք ճանաչում, Թուրքիայի նախագահը անում է հայտարարություններ։ Հայտարարություններից մեկը բոլորիս հայտնի հայտարարությունն էր, թե իբր իրենք սատարում են Փաշինյանին։ Իհարկե ես եթերով դա պարզաբանել եմ, թե որքանով դա այդպես ու ինչ նկատի ունի, բայց ինչ են դարձնում մեր անդիմադիր հենց այն լրատվականները, գուցե նման երիտասարդները նույնպես չգիտեմ։ Բայց բացի այդ, տեղի էր ունեցել մեկ այլ հայտարարություն, ինչը նույնպես շատերին չգիտես ինչի զարմացրել է, խնդրեմ։ Մուսուլմաններին կոտորող հայավազակների աջակիցներին տեղահանել է ամենաճիշտ քայլն այդ տարիներին։ Էրդողանը հայերին մեղադրել է ադրբեջանցիներին կոտորելու մեջ ու նշել, որ իրենց արխիվները բաց են ճշմարտությունը քննողների համար։ Ey Ermeniler, varsa arşivini siz de açın. Այ հայեր, դուք էլ բացեք ձեր արխիվները ու թող պատմաբաններն ամեն ինչ ուսումնասիրեն։ Մուսուլմաններին կոտորող հայավազակների աջակիցներին կրկնվում արդեն։ Ու մարդիկ դրել են ոնց, այս մենք ենք մեղավոր։ Ժողովուրդ, իհարկե ոչ, մենք մեղավոր չենք, բայց ես զարմանում եմ, որ դուք այս հռետորաբանության վրա զարմանում եք։ Ասեմ հիմա ինչու։ Քանի որ մենք փակ ենք եղել, մենք չենք ցանկացել տեղյակ լինել, թե մեր հարևան երկրում ինչ ռոպագանդա է գնում։ Բայց ինչի համար ենք ասում, որ խիստ անհրաժեշտ է, որպեսզի լինեն դիվանագիտական եւ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ, որովհետեւ մենակ այդ հարաբերությունների ընթացքում է, որ դու կկարողանաս մտնել երկխոսության մեջ, դու կկարողանաս շոշափել տրամադրությունները, դու կկարողանաս որոշակիորեն ազդել հռետորաբանությունների, կեղծիքների վրա եւ այդ ամեն ինչը կարող ես անել միջազգային կարգու կանոնով, այսինքն այլ կերպ հնարավոր չէ, եթե մենք ասում ենք ու արդեն առնվազն մի 60 տարի է, Թուրքիան ասում է, որ ճիշտ հակառակ այդ բաները, մենք ում որ ասում ենք հայդուկապետերը, մեր հերոսները, չէ,
ասենք Անդրանիկ Զորաբարը, մյուսը, իրանք նրանց համարում են հանցագործներ, ասում են իրանք են ցեղասպանությունը հրահրել, հասկանում եք։ Եվ այստեղ զարմանալու բան չկա։ Ես պարզապես այսօրվա դարում է երևի մարդկանց նոր հասանելի լինում, բայց կներեք, այդքան ժամանակ ինչի՞ց ենք խոսում, որ ասում ենք անհրաժեշտություն կարաբեցուներ, որովհետեւ մեր թուրքերի համար էլ մենք ենք ինձ ճշտամին ու կան խնդիրներ, երբ որ մենք ասում ենք, այնպես չի իրեն ժողովուրդը չի կարող պատրաստ լինի դրան, որովհետեւ իրանք էլ իրենց դպրոցներում են ուրիշ բաներ սովորացնում, չէ՞, որ բոլորը չեն օգտվում մեր հայաստանյան ԿԳՄՍ նախարարության բաներից, առաջարկած ծրագրերից, ամեն մեկը ունի իր պետականության մասին իր ծրագիրը եւ փորձում է բնականաբար տարբեր պահարաններում թաքցնել որոշակի ոսկորներ, որոշակի գաղտնիքներ եւ այլն։ Եվ ինչու է որ խիստ անհրաժեշտություն է կրթության բարձրացումը, որակական բարձրացումը, ոչ միայն դպրոցներում, ոչ միայն բուհերում, այլ ամեն անց, ինչու պիտի մոդայիկ լինի ամեն մեկից համար կրթությունը, որպեսզի կարողանանք ճիշտ տեղում հնարավորինս հիմնավոր դասագրքայինից բարձր մակարդակով սպառիչ պատասխաններ տանք որոշակի հարցերին։ Այս դրա մասին է խոսքը, հասկանում եք։ Այս դրա մասին, այո, իսկ դու գիտեք ինչ, թուրքերը տեղյակ են, որ իրենք ցեղասպանություն են արել մեզ հետ, ասենք որևիցե մեկը կա, որ կարծում է, թե թուրքերը գիտեն, որ իրենք ցեղասպանություն են արել ու չեն ընդունում ցեղասպանությունը, հա? Ոչ, նրանք չեն ընդունում, որովհետև այդ ուղղությամբ աշխատանք չարվի, իրենք նման բանից տեղյակ չեն։ Եվ ճիշտ հակառակ, շատ դեպքերում իրենք տեղյակ են, որ մի բան իրենց նախնիներն են կոտորվել։ Հասկանում եք, որովհետև այնտեղ այդ ուղղությամբ աշխատանքները այլ կերպ են գնացել, որովհետև մեր հանդեպ բլոկադան եղել է, այսինքն մի քիչ խորքից գանք, հա, դեռ 20-ական թվականներին 1900 Խորհրդային Միությունը զավթել է Հայաստանի Հանրապետությունը, դրանից հետո քամել է Հայաստանի Հանրապետությունը ինչպես կարողացել է, Թուրքիայի հետ ունեցել ենք փակ սահման, որը վերահսկել է Խորհրդային Միությունը։ Դրանից հետո անկախացել ենք, բայց մտել ենք պատերազմի մեջ, դարձյալ թուրքերի հետ չենք շփվել։ Ու միայն նստածներս ասում ենք, այ իրանք մեր թշնամին են, որովհետև մենք չենք ցանկացել լսել այն կողմը, որպեսզի ընտրենք մարտավարություն, հասկանում եք։ Ես չեմ ասում այն կողմին լսել ու ընդունել այդ ասածը, ոչ, ես ասում պետք է լսել, որպեսզի իմանանք ինչ մարտավարություն է պետք ընտրել։ Արդյոք արժի ուղիղ կանգնել ասել, ոչ, մենք թշնամի ենք իրար հետ ու պետք է միայն մորտենք իրար, թե գուցե մենք տեսնենք ինչա ու փորձենք ավելի խորամանկ այլ քայլեր ձեռնարկել։ Ինչի՞ց եք զարմանում։ Ես իսկապես չեմ հասկանում ինչի՞ց եք զարմանում։ Ու դրա մասին գրում եմ, ասում եմ ինչի եք զարմանում։ Մարդիկան մտել են, հա, դուք գնացել թուրքերի հետ ախպերություն, նախ այսպես ասողներից ցանկացածին եմ ասում թուրքերի հետ ախպերություն անողը միշտ դուք եք եղել, որովհետև բոլոր փաստերն են դրա մասին վկայում։ Բոլոր, սկսած դեռ առևտրատնտեսական կապերից, վերջացրած ձեր հարսանեկան արարողություններից, ձեր ալիգարխ ընկերներից, մյուսից, հասկանում եք, գալ մարդկանց վիրավորել, այդ արդեն գնացել եք ասում եք ախպերություն լինենք առևտուր եք անում, առևտուրն ու ախպերությունը բավարար, ասենք ես չեմ հասկանում, երբ որ մեկից դու ինչ-որ բան ես գնում, վсё դուք ախպերություն եք իրար հետ, ասենք դուք ձեր հայատի, չգիտեմ, Վարուժի Դուքյանում ախպերություն եք, հա, կամ ասենք City սուպերմարկետ սաղին պաչելով եք բարևում, ես ինչ տրամաբանություններ են էլի, գնել, դաշնակներին պետք է հարցնել, այդքան տարի գլուխ են հատուկում մի ամբողջ ազգի։ Ցավը տանեմ, այս դրա համար են, մեր դպրոցներն ու մանկապարտեզները այդ վիճակի են եղել, որպեսզի կրթությունը վանող լինի երիտասարդների համար, որպեսզի իրենք կարողանան իրենց թեզերը առաջ տանել ու մեզնից ստանան ինչ-որ մատերիալ, հասկանում եք, իրենց ծառայող մատերիալ, իրենց անհրաժեշտ չէ եղել, որ մենք հասկանանք։ Առասարակ ցանկացած բռնապետական ռեժիմի շատ ապետ, որպեսզի առանց հասկանալու թշնամի ունենա ժողովուրդը, այսինքն միշտ այդ բանը լինի, որ վտանգը, վախը, այդ զգացողությունները միշտ լինեն, ու ասած մատել հայրենասիրության քողով սենց ամեն ինչ շղարշեն, բայց հանկարծ իրենց երեխեքը չգնան ծառայելու, պարզվի իրանք մի կողմից հիվանդ են, ծառայող ունակ չեն, մյուս կողմից վունդերկինդ են, կարող են իրանք սովորել աշխարհի որ երկրում ասես ու պետությունն էլ այդ փողերը տա։ Այ դրա համար են մեզ դրել այդ վիճակում։ Դրա համար են այսօր վեր կացել բանը Նարեկ Կարապետյանով բանով զարմանում թե ինչի համար են բաներում գյուղերում դպրոցներ կառուցում, ճանապարհներ կառուցում եւ այլն եւ այլն։ Այդ դա է զարմացնում։ Եվ եթե մենք նայենք ըստ ռազմավարական կարեւորության Հայաստանի Հանրապետությունում, այո, մեր շատ հարցեր երկրորդվում են եւ առաջնային դառնում է ճանապարհն ու դպրոցը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, կրթությունը։ Հասկանում եք։ Եվ բնականաբար ամենամեծ գումարները այստեղ են գալիս։ Ես անվտանգային ոլորտը, այս ամեն ինչի հետ չեմ խառնում, այնտեղ այսպես թե այնպես լավ ավելացել է ու շատ լավ աշխատում է։ Տան բացառությամբ իհարկե բացառության կարգով լինում են թերություններ, բայց այդ ամեն ինչ արդեն վաղուց սկսել է վերահսկելի լինել։ Մնացածը արդեն դարձյալ կրթության ու դասիրակության հարց է։ Առհասարակ Հայաստանում ինչ խնդրի կպրես կրթության ու դասիրակության հարցը, շատ այլ հարցեր չկան։ Եվ երբ որ ես ասում եմ, որ
Երբ որ ես ասում եմ, որ այդ մեծ դպրոցներում ինչ է սորացել, այ որ 91 թվականից մինչև այսօր միակ բանաստեղծություն անկախության գաղափարախոսության մասին չենք հանդիպում եւ այլն։ Եվ այդ ամեն ինչը դրա մասին է, որ շատ խելոք մանրից տրկանային կենքով։ Իմիջայլոց, հիմա էլ դուգինն է ինչ որ բան խոսեն։ Կարող է նորից պիտի խնդրենք, համոզենք, կոպիտ ասած կաներ եկես արտադրությունից ուպրիկա տանենք, որ մի հատ էլ դուգինին պատասխանենք, արա ռուսակ ճորտեր, արա, այնտեղից մեռան խոսելով Հայաստանի արդեն Նայ, երբ որ գործով են ցույց տալիս Ռուսաստանի դաշնությունը գործով է ցույց տալիս, որ Հայաստանի հանրապետ անկախ պետականության անհրաժեշտություն չկա, դուք մեզ ասում եք, չէ, դուք սխալ եք մտածում, դա այդպես չի, դա այսպես է։ Հիմա արդեն իրանք էլ են նադա եղել, արդեն բառաց են ասում։ Սալավյովը ասեց, ձեն չանեցիք։ Այնքան ասինք, վերջը վախվորելով երկու նախադասություն մի կետ կապեցիք իրար ասեցիք։ Հիմա դուգինն է նույն բանը ասում։ Ադրբեջանցիներին մատնեք ոնց են պատասխան տվել։ Վերքաթի մի երկու գրառումար եք առածել, կամ բացի գրառումը, դուք ինձ շարունակում եք այս նարատիվները իրենց հանրային դաշտում առաջ բրթող երկրի հետ շարունակել ձեր ռազմավարական գործընկերությունը ու աջակցել այդ երկրի շահերին, ասենք լուրջ եք խոսում դուք։ Լուրջ եք ու կան այս ամեն ինչին իսկապես այս վստահողներ ու հետևորդներ։ Դուրս եկեք երկու բառ ասեք։ Սլաբո Չէ, մենք ուժեղ Հայաստան, բա կուսակցություն են բացել։ Այնքան քաղաքական գործունեություն են բացել։ Բայց նայում ես, քաղաքական ղեկավարը մի քանի անձնագրով, բանը համահիմնադիրներից մեկը, բարձր են Ալիկ Ալեքսանյան նույնպես ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Ըստ էության, սրանք չեն կարող են մասնակցել ընտրություններին, բայց չեն կարող առաջադրվել, հասկանում եք։ Բայց մյուս կողմից էլ ասում ես լավ, օրինակ, մեր կողմից անձամբ շատ հարգված պարոն Տարոն Չախոյանը ասում է ներկայացնում է, որ տենց խնդիր կա։ Հարգելիս, դուք կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, եթե չեմ սխալվում, օգնական։ Եթե դուք այդ խնդրի լուծում տալու ձևը չգիտեք, մենք ինչ պիտի անենք հիմա։ Ինչ պիտի անենք։ Կհն, ինչ անենք, կներեք, գիտեք ինչ, մենք այնքան բան ենք տեսել, որ երևի թե չարիքներից ամենափոքրն է դարձել օտար երկրի ազնագիր ունենալը։ Այդ դա նրա համար է, որ Ռոբերտ Քոչարյանի կես փաստաթղթով նախագահ դառնալուն, դա իրավական գնահատական, իրավական գնահատական չտրվեց, ու նա շարունակում է նախագահ կոչվել, բավարար չի շատ հնարավոր դեռ նախագահի թոշակել ստանալ։ Հասկանում եք, խնդիրը ստեղ է։ Այդ դրա համար էլ կարծում եմ, որ ոչինչ, զորբայությունով կգան իշխանության, աղբեջան, այդ մի հատ կետել ոնց ուզեն տենց կսվաղեն, բա Քոչարյանը ոնց սվաղեց։ Այս սրա մասին է։ Եթե մի բանը թույլատրելի ես դուք դարձնում եք անընդհատ դառնում է քաշող, գրավիչ, դրան էլ գնում են։ Դրանից առաջ բանն էլ իրավունք չուներ, այն Վազգեն Գալստանյանը, չէ, իրավունք չուներ, սրբազան շարժում, բան, ասում էինք հանի ես կապատ նոր արի, քաղաքացիական ես ուզում քեզ դրսևորի, բայց հանի էդի նոր արի, էլի, քաղաքացիական հագուստով, չէ, ոչ, դուք գիտեք, ես օրհնված, Աստված է դա ասել, ինչ ասեցին, ինչ ուզեցին, խոսեցին։ Ինչ ուզին խոսեցին, վերջում ասում եք, արա դու նաև ունես Կանադայի քաղաքացիություն, ո՞նց ես այդ հասցնում, թող ստացվի մենք կլուծենք։ Իսկ ոնց են իրանք լուծում զորբայությամբ, որովհետև իրավաքաղաքական գնահատական չի տրվել, ախպեջան, չեք զրկել, որովհետև Քոչարյան Ռոբերտին նախագահի կոչումից։ Լուստրացիա մեծ հաշվով չեք արել։ Այս սա խնդիրն է հենց, բուն խնդիրը այդտեղ է կայանում։ Լավ, դրանից հետո մի քանի տարի լսեցինք, մարտի 1, Քոչարյանը փոխանցեց Սերժին, ապօրինի, անօրինական, անիմն, այս սաղ լսեցինք, հասկանում ենք, դրա մեջ մի քիչ էլ քաղաքական բանն է շատ, մի քիչ էլ ավել են, որ ասում լուն ուխտ կարելի կդարձնենք, բայց հիմա իշխանություն, արդեն 7-րդ տարին իշխանություն, 8-րդ տարին, դուք բան եք անում, իրենց դարձնում եք ձեզ քաղաքական հակառակորդ դարձել, հասարակությունը դրանից դժգոհ է, անկախ նրանից, նստած չեն, դժգոհ է նրանից, որ սրանք հենց խոսում են քաղաքականությունից։ Նրանք իրավաքաղաքական գնահատականը պիտի հստակ դրված լինել լյուստրացիանել արված վերջացածներ։ Ու այդ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ես իշխանով պիտի վստահ լինեմ, եթե օրինակ 23 թվականին դոգինը մակապղծին բերեցին, թողեցին, թույլատրվեց, որ առհասարակ ինքը ներկայություն ունենա այնտեղ։ Ու երբ որ ես դուրս է եկել, այդ մի անգամ եմ կեղտոտ հայոյանքով մեկնաբանություն գրել, այստեղս էր հասել, հենց որ տեսա անցել է։ Այդտեղ դուք եք լեգիտիմացել։ Դե հիմա կգնաք ու կվայելեք սա, որովհետև ես ինքս օրինակ հասարակական մարդ, պիտի մաքսիմում օբյեկտիվ լինեմ, պիտի լինեմ։ Ասենք թե քննարկում եմ քաղաքապետարանում որևիցե նիստ, հա, գործակարգավարական կլինի կամ չգիտես ինչ կլինի։ Ասում եմ, ես ինչ խմբակցության ներկայացուցիչ եմ, ես ասեց այն ասեց, մի հատ պիտի դնեմ այդ դոգին չէ բանը։ Այդ ժամանակ էդ է ասում, լավ է, գոնե իրարից առանձնացան հասկացամ, որ խայտարակությունը ազգային։
Այսօր հանրության լայն շերտեր կան, որոնք դրանում են ապա թող գա լինի վարչապետ դաշը։ Սա հայտարարություն է։ Սա ցավալի փաստ է։ Այս ամեն ինչը նրա համար է, որ ով ինչ ուզել արել է։ Չէ, այսիշ բան օրենքը չի արկելու։ Վերջացավ, ես գնացի։ Ու ամենախայտարակ բաները, բայց երբ որ ուսումնասիրես գործառույթները, հասկանում ես, որ լավ է տեղավորվում է այսիշ ամեն ինչ օրենքի մեջ։ Պարզապես շատ դեպքերում ոչ քննիչներն են տիրապետում օրենքին, տոնը ոչ շատ դեպքերում ոստիկանները։ Ոչ շատ դեպքերում ոստիկանները։ Մարդը, ժողովուրդ, տարա մի հատ հասարակ բան պատմեմ, ես չգիտեմ, ես պատմությունը ցույց պատմել եմ թե չէ։ Մի օր բացում եմ Facebook-ը, մեկ էլ տենում եմ մի հատ թրաշով, սոս բան, սոս դեմքով, սոս յանի տոնց ուժեղ մի հատ դեմքով, տաղա, տեղադրել է Հովանավանքի եկեղեցու պատկերը, բանից, ես իմ որտեղից տիեզերքից նկարած, որ ինչքան հնարավոր փոքր երևա, մարդիկ հավաքված, ու քննադատում է, բայց չի քննադատում, վիրավորում է, այ այսքան ոչխարեր հավաքվել, թե ինչ, բան է մի հատ գրել։ Մտնում եմ սրա մեկնաբանությունների դաշտ, դե տեսնում եմ fake it չի, ասում եմ հələ մտի messenger-ը տարա, ու messenger-ով սրա շանորն եմ դնում։ Ես փորձում եմ հակադարձել վիդեո քոլ եմ անում, վախում անջատում եմ, հենց եմ զանգում վերցնում եմ, բերնից եկածա ասում, դե այդպես բան, բայց մարդիկ են հավաքված, արա, դին երեխա 1000 բան կա, դու ոչխար ես որակում սաղին, դու անբարոյականից զավակ չես, մի խոսքով, սրա շանորն եմ դնում, այս ինձի բլոկում աղելում վազում բան, կամաս, դու մի ասակ գյումրեցի, գնում այդ մուշի բաժին, ոչմ ասում է սրանից, մի կես ժամ ես արդեն ուզում եմ իշնեմ, դու ընկերոջս հետ, դու չեմ ասում ուժեղ պատմություն է, լսեք, մեկ էլ ինձ մուշի բաժնից զանգ է գալիս, դե ծրագիր կա մոտս, կաշած ընդեղ գրում է, լատինատարել գրել է, մուշի բաժին, վերցնում եմ, ալո, բան, սոտովի, բանով էլի, քաղաքային չի համարը, վջային, ալո, բարև ձեզ մուշի բաժնից եմ ձեզ անհանգստացնում, ես ինչ վերաբերում է ոստիկանների չիմացությանը, բանը, մուշի բաժնից եմ ձեզ անհանգստացնում, դուք հիմա որտեղ եք, գերջան, սոտավի հեռախոսով սա պաշտոնական համար, զանգին որտեղ ես, կեր ինչ որտեղ եմ, իմ լակասյան քո ինչին է, հրմբատանուն ազգանուն ներկայացի, արա, պիտի ասենք, չէ, բարև ես ես ինչ մարդազանգում, ես ինչ տեղի, չէ, ասա դու ով ես, արա, մուշի բաժնից է, մուշի բաժինը իրավական կատեգորիա չի ինձ համար, ոչմ, կաղա մուշը ես մուշ կալբասի հետ կես խարնեմ, դուր հետ կգացել, ինչ ես խոսում էլի, մի խոսքով, եսի ներկայանում է, հիմա բանը մենք հաղորդում ենք ստացել ասում է, դուք մեկին սպառնացել եք, որ կսպանեք, դե հասկաս արդեն խոսքի չի մասին է, ասի էտո որ ներկայացել է ու այդքան բանը ասել է, իրան ասեք թող հիմնավորի, որ տես բան եմ ասել, երկխոսությունն էլ ունեցել ենք, թող սաղ դնի, էտ իմ լեքսիկոնը չի, ես կյանքում որևիցե մեկի չեմ ասում, ես կսպանը, էտ իմ խոսքը չի, Ով որ բան արի, բայց մի հատ տեսեք խի է եկել, ոնց է վեճը ծնվել, էլի, էդ էլ մի անգամից կնայեք, հետ կզանգեք, լավ։ Մի խոսքով, էսի սենց 1-2 բառ ես կոմենտով, դել արդեն ջղայնացա։ Ասի լսի ինգեր ջան, մի թուղթ ու գրիչ կա մոտդ, ինձ հիմա բացատրություն ես ուզում, բա։ Ասի դե մի թուղթ ու գրիչ կա մոտդ, բա։ Ասի դե նստի թելադրում եմ գրի։ Ու հայ հորանքով մտել եմ, ասում այ այդ բջի լակոտը, բա տես չեմ կարող գրել, ասում ախպեր ջան, ես եթե այդտեղ լինեի, տենց էի գրելու բացատրություն դիրա։ Դու միշտ ես որ գրվի դա։ Հիմա դու ես ինչ ասում, դու գրի, որովհետեւ բառ փոխես քո վրա հոդված է։ Ինչ որ կա, այդ գրի ուղարկի ես տեսնեմ, իմ թելադրածը ես տակը ստորագրեմ, հետ ուղարկեմ քեզ։ Չէ, դու ո՞նց կարաս իմ ասածը խմբագրես։ Էդ եմ ասում։ Մի խոսքով, անընդհատ ես ասում եմ, անընդհատ ես մարդ այն որ գոնե վիրավորական չի, ասում չի ախպեր, ուրիշ ձեր չի կարող լինի։ Այս տղեն անջատում է, վիճում ենք իրար հետ անջատում է։ Անջատում է, ես եմ հետ զանգում, հետ եմ զանգում ուրիշ տղա է վերցնում։ Մի խոսքով, սենց շունու կատու ենք համ, ասում, այդպես պիտի գրվի, ուրիշ ձեր չի կարող գրվի։ Մի հատ ուրիշ աղջիկ է մեջ անգնում, բան ասում խորի, լսեք քաղաքացի, այ մարդ ասում դու մոտ ռադիո ելդ եմ, տղերք են խոսում ու խիստ ջղայնացած, չի կարելի։ Մի խոսքով։ Ասում եմ ախպեր այդ մարդը քաղաքացիների մի մեծ խմբին ոչխար է անվանել։ Ինքը եկել է ձեր մոտ, ին վրա դանոս է, գործ է տալի իր արևին։ Հիմա ես բացատրակիրը ասում եմ։ Գլխած ասում եմ, որ այդ բջի լակոտը, էսի էլի խնդրում ենք, որոշում անջատեցին։ Դրանից հետո մի 10-20 անգամ հետ եմ զանգում չեմ վերցնում։ Ախր մուշի բաժինը հեռախոսամարը չի պատասխանում։ Դու գա գիշերվա կեսի ես ինչ անում։ Վերցնում զանգում եմ 102։ Գիշերվա 1000-նա զանգում եմ 102։ Ընդդեղից վերցնում եմ, այլ լսում ենք, ասում եմ քորիկ ջան, ասած բանա մուշի բաժինը չի պատասխանում հեռախոսի զանգերին։ Հիմա կարող է լեռնականում մի հացագործություն լինի։ Մարդիկ ուզեն են կապվել հետները, չեն պատասխանում։ Մի խոսքով
Ասես պատմություններ վերջը գալիս աստեղ է Շահումյանի քաղմասից են ինձ զանգում, այդ գադի գրած դանոսով։ Ասում եմ ախպեր, ես իմի գնում եմ քնեմ, էլ ինչ չզանգեք, վաղը կհասկանանք, էլի, արդեն գիշերվա միլիոն ասում քնեմ։ Անգամ զանգել եմ ես 102, ասում եմ երեխեք ջան, ես կարամ քնեմ։ Այսպես։ Մի խոսքով հաջորդ օրը զանգում եմ ես մի ոստիկանին, ասում եմ ապեր երեք բան ենք խոսացել, ասա տենամ հիմա ինչ կա, այդ ապեր պես մուշի բաժինը իսկապես մեր զանգերին էլ չպատասխանեց, ասում եմ չպատասխանեց, բայց դա ուրիշ հարց կա կարևոր է, նա ինչ հարց, ասում եմ այն Գավենշիկ Արմենը որ մահացավ, դրան ինչի համար եք դատում, այդ հոդվածը աշխատում է սրա վրա չէ, մարդկանց հսկայական խմբի ոչխար անվանում արա։ Ինչա ինքը առաջինը եկել է գրել է ձեր մոտ, դուք էլ ինձ եք հարցակնում, այդ գործին ծանոթացել եք, ասում եմ հա բայց չգիտեմ էդի ախր, ասի գնա ճշտի օրենքներով կասես, ես կհուշեմ օրենքներով ոնց է։ Սա մեր ոստիկանների ու քննիչների կերպարն է ներկայացնում, ովքեր տեղյակ չեն, որ դեպքում ոնց պիտի վարվեն։ Հա, էնի ասել, ուրեմն նրան պիտի զանգել, էնի ասել, ուրեմն ասած պիտի ճշտել։ Ախպեր ջան, աշխատացեք ուղեղները։ Իմիջիայլոց իմ գործից ի՞նչ նորություն կա։ Ես իմ գործից ոնց որ ավելի տեղյակ եմ, քան դուք։ Այսպես բաներ կա։ Ու այս ամեն ինչը կրթության որակն է, դա պետական դասիրակության պակասն է եւ այլն։ Ու հիմա օգտվելով առիթից ու շատ լավ իմանալով, թե մեր մոտ ինչ մակարդակի են իջացած եղել 30 տարիների մեջ, ու ինչքան չի կարող այսօրվա պետությունը 7 տարվա մեջ գոնե որոշակիորեն գումարած այս ֆորս մաժորային իրավիճակները, գոնե որոշակիորեն բարձրացած լինի, մոտել են աշխարհի ստերով, աշխարհի կեղծիքներով, հիմա էլ ներկայացրել են մենք թազա կուսակցություն ենք, ժողովուրդ ջան, հեսա կերն ենք ասել մեզ ընտրեք Հայաստան, հայրենիքը փրկենք ախպեր ջան, կործանումից։ Որովհետեւ ախպեր որտեղից որ քեզ ուղարկել են ու որտեղի քաղաքացին նաև հանդիսանում ես, այդ երկրից մեռան մեզ սպառնալով, ել չխոսեմ թե Արցախում ոնց զեն չանեցին։ Որովհետեւ Լեռնային Արցախի հանրապետությունը, բնակչությունը, իրենց բնակչության արցախցիների բանը, անվտանգությունն ու իրավունքների բանը պաշտպանության հովանավորը այդ երկիրն է։ Ում աշխի դեմը լայնածավալ փառուխ գնացին, հետո լայնածավալ հարձակում սկսեցին, ինչից հետո էլ մատ պարտադրեցին կապիտուլյացիա, հետո էթնիկ զտման ենթարկեցին, իսկ այդ զինվորը մի հատ փուչի ասել։ Դուք այսօր եկել եք ինչ եք խոսում արա։ Էլ չխոսեմ թե ոնց է X-յոնիկի միջանցք նվիրում։ Բա հիմա մենք ուժեղ Հայաստանն ենք։ Հայաստանը ինչ, Հայաստանի Հանրապետության մասին է, խոսքալը մի հատ եկեք տեսնենք, Հայաստանի Հանրապետությունը դուք որպես ինչ եք դիտարկում։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետական միավոր է, թե չէ, անկախության վրա սպառնալիք կա։ Անվտանգային բաների մասին խոսացեք, ոնց եք պատկերացնում։ Սահմանները ոնց եք ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, որովհետև դուք սատարել եք մի ուժի, ովքեր որ չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները։ Եթե դու Հայաստանի Հանրապետության սահմանները չճանաչողներին ես սատարել, Կատվիշ Ներսիսյանին ու Բագրատ Գալստանյանին, մտ կարանք իմանանք, որ ասես ուժեղ Հայաստան, ինչի մասին է խոսքը։ Դու Հայաստան ասելով ինչ ես պատկերացնում։ Կամ ասենք թե սխալվել ես, այդ սխալվելու համար ներողությունը ով պիտի ասի, այդ էլ մեր քթից պիտի գա։ Այսպես երիտասարդներն էլ տեղավորում են արանքները, ամեն տեղ մի շերտի համար, ոնց կարան մանիպուլյացիա անելով որպեսի տանեն։ Իրականում պարզվում է մարդը մի կողմից հիվանդա չի ծառայել, մյուս կողմից վունդերկինդա։ Հիմա էլ եկել են ախպեր ջան, ունենք մի 5 հատ պասպորտ, բայց մեկը մեր հայրենիքը Հայաստանն է, եթե գուզում փրկել։ Եվ որ կողմներ չհասկացան, բայց հա, իմիջիայլոց նույնիսկ հետաքրքիր բան էին այո, գրառում էի կարդում, ես անթերց եմ ձեզ համար, հեսա։ Օ, մի րոպե, կներեք։ Թե չի բացում, երևի ջնջել է։ Ուրեմն գրառման էությունը ո՞րն է։ Մարդը ասում ախպեր ջան, ես Արցախցի եմ, հետաքրքրվել եմ։ Այս իմիջիայլոց, հա, ասես մի հատ բան է եղել։ Արցախցիների բարեգործական ծրագրերին միացել են մի շարք նվիրատուներ, այդ թվում Սամվել Կարապետյանը, Լևոն Քոչարյանը։ Սամվել Կարապետյանը, Լևոն Քոչարյանը օժանդակություն են ցուցաբերել սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախցիներին։ Նժդե Իսկանդարյանի խոսքով Լևոն Քոչարյանը ցանկություն է հայտնել շարունակաբար աջակցել հիմնադրամին։ Աջակցում եք, աջակցեք, ձեր գործն է։ Բայց մարդը ասում է, ես Արցախցի եմ, հետաքրքրվել եմ, չեմ կարող գտնել մի հոգի, ով ցենց իր համար նստած է եղել ու այդ ֆոնդը իր համար աշխատել է։ Այսինքն չունեցել ոչ ծանոթ ոչ բան Արցախցի, հա, այս ֆոնդն էլ կա, իրար հասնում է, զանգեն ասեն գիտես ինչ, ես բանկա, արի օգտվելու։ Վերցրու քո բաժին, այս ինչ, չգիտեմ, այս կես կտոր ասա։ Էլ սկսված, ովքեր այդ պայթյունից վիրավորվեցին ու զոհվեցին, սկսված հերոսը բոլոր տեղերով հետաքրքրվել է, չի գտնում, բայց
Մյուս կողմից իրելի արցախցիներ, այս սա հենց քաղաքական դիվիդենդ շահելու համար է։ Սրանից ելնելով ձայն չտակ, որովհետև սա ձեր ձենը առնելու մասն է, այսինքն ցանոթում եմ որ դուք ձեն ծախեք, որովհետև սրանցից որևիցե մեկը չի կարող ու չի կարողացել անել ավելին, քան արելա Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ասում իշխանությունները։ Տեսեք, որ չմտածեք, ես իհարկե իշխանություններն են կազմել, ծրագրերը հետևողական եղել, կառավարել է սա, բայց ես դա չեմ ասում, որ չստացվի, որ մի քաղաքական ուժին բան եմ անում, մյուսը։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունը, ու Հայաստանի Հանրապետության թալանչին այս մարդու հերն է եղել։ Եվ ասեմ ավելին, այն ինչ որ ձեզ պիտի տան, եթե կտան իհարկե, եթե պիտի տան, մի հատ հարցեր կա։ Բա երբ որ Արցախը կար, Արցախի ամենամեծ վնասնավորն ով է եղել, Հերթին Քոչարյանը չի եղել։ Հենց նույնիսկ այդ Բակո Մակոնը Վիտալիկները չեն եղել։ Շահրամանյաններն ու մյուսները չեն եղել։ Իսկ ով է նրանց ասում հասցնեն երկրի հետ վիճակ։ Գիտեք, ամոթի բան կա, էլի մի քիչ, ասենք Աստված բոլոր աշխարհի բոլոր երեխեքին, հատկապես հայեր երեխեքին առողջություն տա, երկրագիտություն հաջողված մարդիկ դառնան։ Չնայած առողջության մասին մի ընկեր ունեի լավ բան պատմեց։ Հեսամքը մեջ բերեմ։ Բայց այնուամենայնիվ նման իրավիճակում, երբ որ Լևոն ջան գնում ես, այդ ջանն էլ ասել չի լինում, բայց դե ուզում եմ կուլտուրնի Երևան։ Գնում ես Միացյալ Նահանգներում ես սննդաբերում։ Ու կինդ էլի։ Սա հենց քո խայտարակությունն ու ամոթն է, քո պարագայում։ Ես չեմ ասում շարքային հայ մարդու։ Ես ասում եմ հենց քո պարագայում։ Որովհետև դուք ունեցել եք հնարավորություն Ստեփանակերտում կամ Արցախում կառուցել այնպիսի ծննդատներ, որ Ամերիկայից կարային գային այդտեղ ծննդաբերել։ Հասկանում եք, այ հենց ասենց եք դուք Արցախը տվել։ Ձեր ուղեղի մեջ Արցախը տված պրծածել է։ Ես հենց հորդ գրած ջնջած փաստաթղթերով չեմ ասում։ Այդ վստահությունը, որ Արցախը արցախցիներին է, Արցախում չի եղել։ Չի եղել։ Իզուր ինչ վերաբերում է առողջությանը, մի շատ լավ մարդու հետ եմ ծանոթացել, շատ հետաքրքիր, շատ մեծ ահռելի կյանքի փորձով։ Մի բան պատմեց, իր Չինաստան կատարած այցից, մի հատ լուրջ հավաքույթի ժամանակ դենտեղ սիրում են իրար կենաց խմել բան չինացիներ էլի, հատատ ամեն մեկը մյուսին մոտենա, իր կենաց ասի եւ այլն։ Դասը ես էլ վեր կացած ընդհանուր առմամբ ասում եմ կենաց ասել։ Ասում մաղթեցի բոլորին, դե որ ձեռնարկով հանդես են գալիս, այդ ձեռնարկի ներկայացուցիչներին մաղթեցի առողջություն, գործերին հաջողություն, բան ասում եք ես զգում եմ սոս բանով նայում են ինձ։ Դասում եմ այս թարգմանիչին ասում եմ ինչ է եղել, չի ասում, մի խոսք ասում, մի կերպ համոզեցի, ասում իրանք զարմացել են, թե ինչ է իրանք առողջություն մաղթում։ Ասում չէ, իրանց մոտ սենց է։ Տարակուսելի բան է, էլի, որովհետև երիտասարդները սենց դրեց առողջ են, իրանց առողջություն պետք է, իրանց հաջողություն է պետք։ Առողջություն պետք է այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն, հասկանում եք։ Մի խոսքով, ես որ ասացի, այդ հիշեցի։ Գնեմ ջան, առևտուր անում են մի քանի ամեն առևտրից 20 դրամ պահում է, բանկը 200 դրամանոց հացը էլի 20 դրամ պահում է։ Մի հատ էլ կարդամ, թող տենց արձանագրվի, որտեվ էսի պետքա բան անենք։ Գնել ջան, առևտուր անում եմ մի քանի ամեն առևտրից 20 դրամ պահում է, բանկ 200 դրամանոց հացը էլի 20 դրամ պահում է։ Դες չգիտեմ այդ ինչու՞, ես ինքս տնտեսագիտական գիտելիքներ ցավոք սրտի այդքան էլ չունեմ, ու այդ հարկային ոլորտից այդքան լավ չեմ հասկանում, պետք է էլի փորձենք տրամաբանենք։ Բայց մյուս կողմից օրինակ կարելի է ժամերով խոսել, ես թերցելով այս 400 դրամ գանձումից։ Մենք որ մի հատ 1000 դրամ ուզենաս միտեղ լսես 400 տանում է, 100,000 ուզես էլի 400 տանում է։ Ասենք այդտեղ ոչ մի այդ ում է էլի պատկանում բանը, դրա վերահսկողությունը, ասենք նորմալ ենք համարում սա ամեն ձև ու բոլորի համար էլի։ Բարի երեկո Ժորժան։ Դե ինչ, մոտավորապես ընդհանուր առմամբ էս էր ասելիքս, մի տրվեք մանիպուլյացիաներին, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հարցը այդ չի։ Հա, մի հատ էլ առաջարկում եմ ամեն դեպքում, քանի որ Վահագն Ալեքսանդրից խոսեցինք ու նենց ասես մի կողմից կդադատեցի, մյուս կողմից ոչ, մի լավ տեսանյութ էր դրել, որը ինձ շատ դուր եկավ ու իսկապես այդպես է, կապված են մանիպուլյացիայի հետ, չնայած դրա մասին խոսել ենք, այնուամենայնիվ կապված են մանիպուլյացիայի հետ, երբ որ բան այս Նարեկ Կարապետյանին ասում են մեր վարչապետը մի դրամ է աշխատավարձ ստանալու։ Հիմա եկեք լսենք։
Իհարկե դա այդ բային շատերին է, չէ՞ դուք այս օй տեսեք ինչ հայրենասեր են եւ այլն։ Խնդրեմ լսենք։ Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ ինչ որ օլիգարխ հայտնել է, որ ինքը պատրաստ է երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել անվճար, կամ գրեթե անվճար, օրինակ 1 դրամի դիմաց, ապա դուք չարաչար սխալվում եք, աշխարհը նմանատիպ շատ օրինակներ է տեսել։ Բայց հիմա խոսեմ դրանցից ամենաներկայանալի ու ամենատեսանելի օրինակի մասին։ Ծանոթացեք, սա Հորացիո Կարտեսն է, նույն ինքը Պարագվայի նախագահը։ Նախկին ծխախոտային մագնատում կարողությունը նախագահ ընտրվելու պահին գնահատվում էր բազմաթիվ միլիոնավոր դոլարներով։ Մարդ խոստացավ, որ նախագահ ընտրվելու պարագայում ակի հրաժարվելու է իր աշխատավարձից եւ պայեց իր խոստումը։ Ընտրվեց նախագահ ու ամսական մոտ $10,000 կազմող իր աշխատավարձը ամբողջությամբ նվիրաբերում էր մանկական քաղցկեղի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներին։ Մարդիկ ասում էին, օ ինչ լավ է ու նաեւ դրա պատճառով ընտրեցին դրա։ Բայց գիտեք ինչ պարզվեց նրա նախագահության ընթացքում, որ նա այդ ամսական $10,000 կազմող չնչին գումարը իր պայմաններում չնչին գումարը բազմապատիկ անգամ, հազարավոր անգամներ բազմապատիկ անգամ հետ էր ստանում։ Դա իր ծխախոտային բիզնեսի համար հարկային այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ ուղղակի սև տարբերակով արտադրում էր ծխախոտը, դա չէր գրանցվում ոչ միտեղ, հարկեր չէին մուծվում, մաքսատուրքեր չէին մուծվում, հետո այդ սև ոչ միտեղ չերևացող ծխախոտը արտահանում էր այլ երկրներ եւ դրանից գոյացած $100-ավոր միլիոն դոլարների շահույթը փողերի լվացմամբ ուղղակի դնում իր գրպանը, լվանում էր փողերը ու դնում էր իր գրպանը։ Այսպիսով հրաժարվելով ընդամենը $10,000 կազմող աշխատավարձից մարդը անում էր միլիարդավոր կամ հարյուրավոր միլիոնավոր դոլարների օգուտներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված եղավ անգամ պատժամիջոցների տակներ առել Հորացիո Կարտեսին, բայց նա էլ միակը չի։ Նմանատիպ դեպքեր եղել են եւ Չեխիայում, եւ Ֆիլիպիններում, եւ Թայլանդում, բոլոր այս երկրներում եղել են մարդիկ, խոշոր գործարարներ, օլիգարխներ, ովքեր խոստացել են, որ նախագահ կամ երկրի ղեկավար ընտրվելու պարագայում աշխատավարձ չեն ստանա, քանի որ իրենք վեհ են դրանից, բայց հետո միլիոնավոր, 11 միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դոլարների տեսքով հետ է ստացել այդ իրենց չստացված որպես մեծահոգություն ժողովրդին թողնված աշխատավարձը։ Ինչպես ասում են, ծլի բանիր է միայն թակարդն ու վերջում։ Հարցրեք ուղղակի, ինչի օրինակ այդ մարդիկ պատրաստ չեն 1 դրամով կամ անվճար բանվոր աշխատել, չգիտեմ, վերանորոգող աշխատել, ասֆալտ փռող աշխատել, ինչ են բոլորը ուզում անվճար կամ 1 դրամով աշխատել երկրի ղեկավար։ Գուցե որովհետև այդ 1 դրամի փոխարեն ստանալու են միլիարդավոր դոլարներ։ Դրանք սա էլ երևի հեսա կարելի ասել նո կոմենտ առանց մեկնաբանությունների։ Ձրիպանիրը այո, մենք թակարդում է լինում ու եթե ասում ես մի դրամով պատրաստ եմ աշխատել երկրի ղեկավար, ուրեմն հասկանալի է թե ինչ նախ եւ առաջ դա հնարավոր չի, որովհետեւ բանա աշխատանքային օրենսգիրքա խախտվում, ճորտ չի այդ մարդը, դուք փաստորեն մարդու իրավունքներն եք խախտում, բայց մյուս կողմից էլ ինչի համար պիտի մարդը պատրաստ լինի, որովհետեւ ոչ միայն ապահովված է, այլ կրկնապատկելու եւ երրակերպատկելու են բյուջեն։ Մեր հայկական իրականության մեջ ինչ կա, ասում են մի հատ 101-ին դնենք, որ էլ չուզի ուտի։ Որ լավ կերելա կշտացել է, թող ինքն էլ հենց կառավարի էլ դժվար ուտի։ Ջան, միշտ իմացեք, ախորժակը ուտելուց է բաց բում։ Այսինքն եթե մարդը ունի 3 միլիարդ, ինքը ոչ թե արդեն գողանալու է 100,000 դրամ, կամ գողանալու է $1 միլիոն, այլ ինքը ձգտելու է գողանալ երկրորդ 3 միլիարդը, հասկանում եք։ Այնպես որ դեռ մի մոռացեք, աշխարհում կան մարդիկ, ովքեր 400-500 միլիարդ կարողություն ունեն, իսկ միլիարդատերերի ակումբներում նույնպես մշտական մրցակցություն կա, հասկանում եք։ Այնպես որ մի խառնեք ձեր իրականության մեջ ու մի խառնեք ձեր համեստ պատկերացումներով, թե հատ ինչ պիտի անի մարդը այդքան ունի, որ դրանից ավել ուզի ունենա։ Իմացեք, միշտ ավելը ուզում է։ Միշտ այն 400 միլիարդ ուզողը ուզում է դարձնի 600 միլիարդի իր կարողությունը։ Հասկանում եք։ Այնպես որ մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի արտոնություններ կարա բանանեն, ոնց որ արել են, մի հատ հեծ են կառավարել, այնքան արտոնություններ են իրանք իրար մեջ վարկով փող են տվել արդեն։ Հասկանում եք, պետության մեջ պետություն են կառուցել իրանց համար ապրել են։ Եվ ասում են, հարց չկա, եկեք ձրի գանք Հայաստանը կառավարենք, դու լավ է։ Շատ լավ է։ Մի խոսքով, լավ է ժողովուրդ, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, ինչ վաղը, բարի գիշեր ձեզ։